Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանը։ Տիկին Աղաջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, խոսենք մեր հարևան Իրանի հետ կապված հարցերից եւ առաջնահերթ Իսլամաբադում կայացած 21-ժամյա լրատվամիջոցները այդքան են ասում, բանակցությունների մասին, որը կարծես թե ավարտվեց ձեռնունայն երկու կողմերի կողմից, որովհետև մեկը մյուսի առաջարկները չի ընդունում։ Ինչ է լինելու սրանից հետո։ Սա ենթադրում է նոր պատերազմ, նոր ռազմական գործողություններ։ Գիտեք, երևույթը հասկանալու համար մենք պիտի հասկանանք, թե պատերազմը ինչու է իրականում սկսվել։ Եվ այստեղ մի քանի խնդիր միասին մի կաթսայի մեջ եփվում են։ Մեկը ուրեմն Տրամպի իր անունը պատմության մեջ գրելու, հատկապես ամերիկյան պատմության մեջ գրելու խնդիրն է, այսինքն ամբիցիաների բավարարման հետ կապված խնդիր հատկապես այս տարում, որ Ամերիկան նշում է 250-ամյակը, ինքը չհաջողեց Նոբելյան մրցանակ ստանալ, ինքը նշում է իր 80-ամյակ, այսինքն իր համար ինչ որ այսպես առաքելության պես մի բան է դարձել, ինչ որ մի բանով հաղթանակների շարք ապահովել, որով գոնե ամերիկյան պատմության մեջ որպես ձեռքբերող ինքը կարող է իր անունը թողնել։ Սա անհատական մակարդակում։ Երկրորդը Իսրայելի խնդիրն է, եւ մենք տեսել ենք, որ Իսրայելը 23 թվականի հոկտեմբերի 7-ից սկսյալ, որը զուգակցվեց Արցախի հայաթափման հաջորդող ժամանակաշրջանում, եւ այստեղ զուգահեռներ պետք է անցկացնենք, որտեղ մեկը մեկից բխող գործողություններ էր, մենք ուրեմն տեսնում ենք նախ Գազայի հատվածում, հետո Լիբանան, հետո Արևմտյան Ափ, հետո տարածվեց Սիրիա եւ ի վերջո հասավ Իրան։ Այս ամբողջական ծրագիրը ինքնին հղացվել է դեռևս 90-ականներին եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերը դրա այսպես մեկնարկային կոճակներ, որով տրվեց եւ սկսեցին Աֆղանստանից, հետո հիշում եք Իրաքին հասան, հետո Լիբիա եւ այլն, եւ սրա ամբողջական նպատակը հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ որ հակընդդեմ զսպող ուժը այլևս չկար եւ հակառակը բոլոր հետխորհրդային պետություններում այսպես արևմուտքը մանանայի եւ նրան պետք է ձգտել, նրա արժեքները ամենան են, այնտեղ ամենամեծ բարիքներն են, ամենալավ իրավունքներն են պահպան եւ այլն, այս շարքը մենք կարող ենք շարունակել։ Իսկն այդ քարոզչական թեզի գործողության շրջանակներում, երբ որ հակընդդեմ որևէ ուժ չկար, որը ամերիկյան այսպես փաստացի ձեռքբերված գերիշխանությանը կարող էր հակադրվել, իրենք հղացել էին ամբողջ ուրեմն համաշխարհային վերաձևման գործընթաց արևմտյան բևեռի գերիշխանությունը շատ երկար ժամանակով ապահովելու նպատակով եւ դրան բնականաբար ուղղված էր ռեսուրսային բազաների տիրապետումը։ Իսկ մենք գիտենք, որ նավթագազային ռեսուրսների մեծ մասը փաստացիորեն գտնվում են Մերձավոր Արևելքում, գումարած այն երկրները, որտեղ հարձակումները տեղի ունեցան, հազվագյուտ մետաղների եւ հանքանյութերի առումով եւս այդ երկրները էական ծավալներ ունեն եւ գումարած այն, որ իրենց իսկ ձեռքերով, խոսքս արևմտյան ուժերի եւ կենտրոնների ձեռքերով ստեղծված այդ իսլամական ծայրահեղականության դաշտի ներքո, որը առաջինը գործեց Աֆղանստանում Խորհրդային Միությանը դուրս մղելով, հիշեք թալիբների հենց սկիզբը իրենք են դրել Պակիստանի հետ մեկտեղ օգտագործելով այդ գործիքը եւ իրենք այդ գործիքը արդեն հետեւողականորեն սկսեցին օգտագործել նույն մահմեդական եղբայրների, հետո իսլամական պետության եւ այսպես շարքը կարող ենք շարունակել։ Այսինքն իրենք փորձեցին իրենց ֆինանսական ազդեցությամբ կրոնական ֆունդամենտալիզմի գործոնը օգտագործել ներքին պորտկումների, ներքին բսկտումների, այսինքն ներքին քաոսի ստեղծման համար, որի պարագայում իրենք հեշտորեն տիրապետում էին այդ տարածաշրջանները։ Այս շղթայի վերջի օղակը Իրանն է, որը հարվածի տակ պիտի բնականաբար հայտնվեր, հատկապես Նաթանյահուի իշխանության պարագայում, որը եւս իր համար որոշակի առաքելություն է ստանձնել մեծ Իսրայելի, հիմա արդեն բացեի բաց դրա մասին խոսում են, մի քանի տարի առաջ, երբ որ մենք խոսում ենք պանթուրիանիզմի մասին, երբ որ խոսում ենք նույն մեծ Իսրայելի գաղափարի մասին, ասում են ինչ առասպելական 21-րդ դարին, 20-րդ դարի վերջը հնարավոր չի նման։ Մենք հիմա տեսնում ենք դրա
փաստական գործողության դրսևորումն է, երբ որ Թրամփի իշխանության ուղղակի այդ բոլոր ձևական քողերը նետվեցին մի կողմ եւ արդեն մեկնարկեցին գործողությունը։ Սրան զուգակցվեց Էփշտեյնի ֆայլերի դուրս գալը, որը պատահականություն չէր ինքնին եւ դա գործիք է նույն Թրամփի վրա ազդելու եւ ընդհանրապես արևմտյան քաղաքական գործիչների վրա ազդելու, որովհետեւ նրանց հանդեպ իրենք կոմպրոմատային մեծ փաթեթներ ունեն։ Փետրվարին, երբ որ Նաթանյահուն այցելել էր Սպիտակ տուն, միաժամանակ նախկին Մոսադի, եթե չեմ սխալվում, գործակալներից մեկը հարցազրույց էր տվել կանադական լրատվամիջոցներից մեկին եւ հստակ ասել էր, որ մենք ունենք Թրամփի վերաբերյալ Էփշտեյնի ֆայլերի ամբողջական փաթեթը, Մոսադը դա ունի եւ մեզ պատեհ պահին, մեզ հարմար պահին դա կարող ենք բաց, այսինքն սա շանտաժի գործիքն էր, որը օգտագործվեց Թրամփին վերջը համոզելու, որ կոծկի այդ Էփշտեյնի ֆայլից բխող բացասական ուրեմն քննարկումները այսինքն պարտադրված Միացյալ Նահանգները մտավ այս պատերազմի մի կողմից ծրագրային այդ գործողությունների հին դրամաբանությունը կար, մյուս կողմից անձնական ցանկությունների համադրումը եւ Իսրայելի կողմից լծակների ու ճնշումների օգտագործումը։ Իդեպ երբ որ հրադադար հայտարարվեց, Իսրայելը դա աղետ որակեց, որտեղ անհամաձայնություն կար իրենց մեջ։ Կհասնենք, այսինքն օգտագործեցին Թրամփի այդ ամբիցիաների, հա, աստղային հիվանդության այդ փուչիկը, որ ինքը փչել էր եւ Վենեսուելայի վերջի առևանգման առումով իրեն ամենա պատկերացրած ղեկավարի, որ կարող է այսպես մի հարվածով, հա, ինչ ուզի անի, եւ այն ձևը, որ ներկայացվել էր Իսրայելի կողմից, որ մենք այսպես համընդհանուր քաղաքական եւ ռազմական ղեկավարության ոչնչացում կանենք, որով իշխանափոխություն կլինի եւ գործը հեշտությամբ առաջ կգա, բայց իրենք հաշվի չէին առել Իրանի ժողովրդի մտածելակերպը եւ այստեղ է որ ինչպես ասում են ոտքը քարին է դիպել մտնելով գործողության մեջ այն երևակայական, այսպես ասած, հաջողության պլանով, որը իրեն ներկայացվել էր եւ մատուցվել էր, հակառակ մասնագիտական դաշտի բացասական գնահատականն է, որ հենց իր ադմինիստրացիայի ներքո մարդիկ տվել է եւ եկեք հիշենք, որ հետախուզության պետը հրաժարական տվեց, նաեւ ազգային անվտանգության այդ գործակալությունների ղեկավարը Թուլսի Հագաբրդը եւս բացասական ամբողջական այսինքն բացասական փաթեթներ տրվել է եւ եթե չեմ սխալվում նաեւ իրենց գեներալներից մեկը այս վերջերս տեղեկատվությունը դուրս եկավ որ այդ քննարկման ժամանակ ասել է որ սա ամենագեղեցիկ փաթեթավորված փուչիկն է որ ինձ ներկայացվում է որը ձախողման այսինքն հավանականությունը գրեթե 100%-անոց է քանի որ իրենք շատ լավ գիտեն Իրանի եւ պոտենցիալը եւ տեղակայումը եւ լծակները եւ իրենք շատ լավ գիտեն որ սա այն պետությունը չէ որի վրա տասնամյակներով աշխատել են ներքին գործակալական ցանցերով փորձելով ինչ-որ մի կերպ իշխանափոխության հասնել բայց դա չի ստացվել որովհետեւ ի տարբերություն Վենեսուելայի մի մարդու վրա չի հենված սա մի ամբողջ Իրանի կողմից շատ խելամիտ կառավարման համակարգ է ընտրվել բոլոր առումներով բոլոր ոլորտներում եւ որ գործում է համակարգ իրենք գիտեն մեկի վերացման դեպքում հաջորդը անմիջապես ստանձնում է պաշտոն եւ այդ հաջորդների շարքը բավականին երկար է եւ այդ հաջորդներին իրենց գործի մեջ մտնելու համար ժամանակային վակուում գոյություն չունի որովհետեւ իրենք մասնակցում են նաեւ այդ որոշումների կայացման մեխանիզմին եւ քննարկումն են եւ շատ լավ գիտեն տեղյակ են իրավիճակից այսինքն հիմա գործողությունները սկսվեցին ակնհայտ էր արդեն առաջի 2 օրվանից որ ձախողվել է թեև նույն ամերիկյան մտածելակերպով ընդունել որ իրենք պարտություն են գրել կամ ձախողել են դա գրեթե անհնարին է եթե իրենք անգամ փաստական ձախողման բոլոր դրվագներով կանգնած լինեն պիտի ասեն չէ մենք կողմից Իրանում ավերվածությունը շատ բոլոր տեղերում է հիմա ավերվածությունը ամբողջ մերձավոր արևելքը ավերվածությունների մեջ է նույնը Իսրայելը մենք Իսրայելից շատ պատկերներ չենք տեսնում, բայց անգամ հարց է առաջանում, հարյուրներով վիրավորներ կան, բայց զոհերի մասին տեղեկություն չեն տալիս։
նույն մի քանի սպրդող պատկերներից հասկանալի է, որ այդ հսկայական ռումբը, որ ընկել է, չէր կարող էլ ուղղակի մի 3 մետրանոց փոս առաջացնել, երբ որ ամբողջական շենքեր ու համալիրներ են ավիրվում։ Խնդիրն անում է, որ ինչպես ասում են, էշին նստելը մի այբ է, իջնելը մեկ ուրիշ, հա, հիմա իրենք նստել են այդ էշին, իջնելու հանգամանքը չունեն։ Միակ գործիքը, միակ տարբերակը, որ Թրամփը գիտի, դա սպառնալիքների եւ վերջնագրերի լեզվով խոսելն է, որով չես կարող Իրանի հետ խոսել։ Դա այդ պետությունը Հիմա օրինակ Հորմուզի նեղուցը շրջափակման մասին է ասում, շրջափակելու մասին է խոսում։ Տեսեք, ինքը կարող է շատ բան ասել։ Եվ մենք տեսել ենք, որ առավոտյան մի բան է ասում, երեկոյան մի բան փոխում, մյուս օրը մի բան է ասում, հաջորդ օրը մի բան փոխում։ Նույն, այսինքն այս զինադադարի հայտարարումը փաստացի իր համար փրկողակ էր, որպիսի դուրս գա ցամաքային գործողություն սկսելու այդ վերջնաժամկետից, որ ինքն իրեն դրել էր։ Հիմա երբ որ նորից սպառնում է, այլևս չեզոքացված է ցամաքային ներխուժումը, հնարավոր է։ Ցամաքային ներխուժում իրենք հիմա չեն անի, որտեղ նախ հասկացան այդ օդաչուի փրկելու գործողության ժամանակ, որ մեկ հոգու փրկելու համար առնվազն երկու ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ զոհ է գնացել, միջի անձնակազմով հանդերձ, եւ իրենք շատ լավ հասկացան, որ իրենց բոլոր խաղադրույքերը, որ դրել էին ներքին ինչ որ թեկուզ էթնիկ, թեկուզ կրոնական, թեկուզ այսպես սոցիալական շերտերի ըմբոստության վրա դա իջիկ է դարձել, գոյություն չունի, հատկապես այս շրջանում, երբ որ իրենք հոգևոր առաջնորդին սպանելով ուղղակի իրեն մարտիրոսացրեցին, սրբացրեցին եւ ամբողջ ժողովուրդը համախմբվել է պետության շուրջ։ Ես բազմիցս նշել եմ, Իրանի ժողովուրդը այո, ուզում է ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ազատ, ավելի բարգավաճ երկրում, բայց ինքը չի ուզում ստրկության ենթարկվել ոչ Ամերիկայի, ոչ Իսրայելի կողմից։ Ինքը չի ուզում, որ ռեսուրսները տիրապետեն ինչ որ ամերիկացիք եւ մի բան էլ սենց վերամբարձ ու կամահրական տոնով իրենց հետ խոսենք։ Հիշենք, որ մենք խոսում ենք առնվազն 5000-6000 տարվա քաղաքակրթության մասին, որը սպառնում էր ոչնչացրել շարունակական քաղաքակրթության, որը ոչնչացնելու սպառնալիքը անգամ հնչեցված, ինքը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն Թրամփի ուղեղի մեջ չի տեղավորվում դա, իրեն թվում է ինքը այսպես մաչոյաբար, քավբոյաբար ինչ որ հայտարարություններ է անում կուրծք ծեծելով, բայց չի հասկանում, որ դա ել ավելի է հետ մղում հնարավոր են բարեկամ երկրներին եւ ղեկավարներին, որոնք բնականաբար չեն ուզում որևէ առնչություն ունենալ ակնհայտորեն ցեղասպանական գործողություն նախատեսող պետության հետ կամ պետության ղեկավարի։ Ինքը սպառնում է դա, բայց հակահարված ել ավելի վատ է լինելու։ Որովհետև եթե իրանական կողմի Այսինքն Իրանը էլ ինչ կարող է անել, որովհետև մենք Իրանը կարող է ամբողջ մերձավոր արևելքը ուղարկել քարիդար։ Մենք հիշենք, որ մերձավոր արևելքը այն տեսքով, որ այսօր կա, հա, այդ պետությունները քիչ թե շատ բարեկեցիկ, որոնք մերձավոր արևելյան Շվեյցարիա են իրենց հռչակում։ Դրանք վերջի 30-40 տարվա պատմություն ունեն։ Դրանց առաջ հիշենք ինչ էր, հա։ Բացի գաղութայի շրջանից էլ դրանից հետո էլ զարգացման առումով ինչ վիճակում է դեր։ Այդ բոլորը իջիկ է դառնալու։ Եվ դա հեշտությամբ է արվում։ Միացյալ Նահանգները կարող է զոհել մերձավոր արևելքը, միայն իր նպատակներին հասնի։ Հասկացեք, մերձավոր արևելքը այսօր Թրամփի համար դա քսակ է, որից նա անդադ սնուցվել է եւ սնուցում է։ Հիշենք իր այցի ժամանակ միլիարդներ որ խոստացվել էին։ Միլիարդները հո Թրամփի սիրուն աչքերի համար չեն խոստացվել։ Խոստացվել էին, որպեսզի ամերիկյան կողմը շարունակի պահպանել իր դոլարային, այսպես ասած, վերահսկողությունը, որը հիմք էր այդ ամբողջ արաբական բարեկեցության, որտեղ ամբողջ ամերիկյան ընկերությունների, արևմտյան ընկերությունների միջոցներով եւ տեխնիկայով է ստեղծված, իրենց մասնաբաժիններով է դրանք ստեղծված, այսինքն այդ եկամուտները ոչ միայն արաբական սուլթաններն ու շեյխերն են ստանում, դա էապես նաեւ ամերիկյան ու այլ արևմտյան ընկերություններ են ստանում եւ շահագործում։ Եվ այստեղ այդ ձեռք է լվանում սկզբունքը աշխատում էր, այնքանով որքանով դա ապահովում էր իրենց գումարային անընդհատ հոսքը աշխատում էր։ Հիմա խնդիր է արդեն առաջացել, որովհետեւ իրենց տնտեսական բարեկեցության հենքը ավիրվել է եւ կարող է ընդհանրապես վերանալ։
անգամ տարական կենցաղային խնդիրները լուծելու համար պայմանները կոչնչանան, որտեղ գիտեք ջրի խնդիր ունեն եւ ջրային այդ զտման կանոնների ոչնչացումով ուղղակի այնտեղի բնակչությունը ծրվելու է ամբողջ կամ վերադառնալու են իրենց երկրներ, որտեղ մեծ մասը նաեւ միգրանտներ են, որ աշխատում են այնտեղ, կամ ուղղակի այլ երկրներ են արտագաղթելու։ Լավ, ինչ սպասել է իրավիճակում։ Մի կողմից տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների պահանջներից չի հրաժարվում, Իրանը չի հրաժարվում։ Այս զինադադարի հայտարարելով Թրամփը իրեն այդ թակարդից, հա, ցամաքային գործողություն սկսելու դուրս հանեց, բայց պատերազմից դուրս չեկավ։ Պատերազմը չի դադարել եւ ինքը չի կարողանում իսրայելական այդ կծիկից իրեն ձերբազատել ամբողջությամբ, որովհետեւ թե պատմականորեն ինքը իր կյանքի պատմության ընթացքում կախվածություններ ունի եւ թե այս պահին ենթադրում եմ, որ դեռ այդ հրեական լոբիի ազդեցությունը այնքան մեծ է, որ չի կարողակի Իսրայելն ասել դե գնա ոնց ուզում ես տակից դուրս արի։ Մենք հիմա կտեսնենք նման սպառնալիքներ, բայց դրանք էական գործողությունների վերածվելու շանս չունեն, որովհետև իրենց ժամանակ է պետք պատրաստվելու թե գաղափարային առումով, թե ծրագրային առումով հաջորդող քայլերը, որոնք կարող են հաջողության բերել։ Այսինքն ժամանակ շահել, վերականգնել զինտեխնիկան, նորից ռազմական գործողություն։ Իրենք զենք սպառազինության խնդիր ունեն, իրենք ի տարբերություն Իրանի, որ իր լեռների, չգիտեմ, խորքերում արտադրությունները շարունակում է եւ նաեւ իր բարեկամ երկրների աջակցությամբ շարունակում իր զինումը եւ դա հնարավոր է իրականացնել ոչ ծովային ճանապարհով, ցամաքային ճանապարհով, նույնը չի կարելի ասել Իսրայելի պարագայում եւ նույնը չի կարելի ասել Ամերիկայի պարագայում, որտեղ հազարավոր կիլոմետրերից պիտի սպասարկի այդ զինամթերքը, որով հարվածները հասցվեն։ Եվ այստեղ խնդիր կա, եթե ինքը շատ իր նավերով մոտենա, ռազմանավերով մոտենա ափերին, Իրանը կարող է շատ հանգիստ հարվածել, իսկ կորուստը այդ նավերից որևէ մեկի դա ուղղակի քաղաքական ինքնասպանություն է լինելու նահանգների համար։ Այսինքն այստեղ մենք էլի հերթական շանտաժի լեզվով խոսելու եւ ինչ-որ մի բաներ քաղելու տրամաբանության հետ ենք առնչվում։ Կներեք, մի կողմից դուք նշում եք Միացյալ Նահանգները Իսրայելի պոտենցիալի նվազումը ռազմական, բայց մյուս կողմից նաև Իրանն էլ չէ դիմակայության խնդիր ունի արդեն։ Այս իրավիճակում, եթե շունչ են քաշում երկու կողմերն էլ պետք է պատրաստվեն նոր պատերազմին։ Տեսեք, շունչ չեն քաշում։ Իրանը չի ընդունել զինադադարը եւ չի ընդունում զինադադարը, որտեղ շատ լավ հասկանում է դրա հետևանքները։ Սա ընդհանրապես եկեք հասկանանք ռազմական գործողությունների ժամանակավոր կասեցում է, ընդհանրապես։ Եվ դա այսպես քաղաքական ձևավորումներով է գնում։ Իրանը ինչ պահանջներ է դրել։ Առաջիններից մեկը Մերձավոր Արևելքից ամերիկյան ռազմաբազաների դուրսբերումը։ Դա մի ինչ-որ մասով փաստացիորեն արդեն իրականություն է, որտեղ այդ ռազմաբազաների վերականգնումը իրական չեմ համարում։ Այսօրվա պատերազմական գործողություններ վարելու եւ նաեւ արաբական երկրների հիասթափության ֆոնի վրա, որ պարզվեց, որ ամերիկյան ռազմաբազաները ոչ թե իրենց պաշտպանելու համար էին, այլ Իսրայելին սպասարկելու համար էին։ Եվ այս պարագայում նույն արաբական երկրները գումարներ հատկացնեն, որպեսզի այդ ռազմաբազաները նորից տեղակայվեն, վերազինվեն, հսկական միլիարդների մասին ենք խոսում, վերազինվեն եւ նորից իրենց թիրախ դարձնեն Իրանի համար, տրամաբանական չէ։ Այս ֆոնի վրա լրատվամիջոցներով արդեն գնաց լրատվություն, բայց դա ինչ-որ միտեղ մեծ մասի մոտ կարծես ուշադրությունից դուրս է մնացել, որ Միացյալ Նահանգները Իսրայելում է ստեղծելու ամենախոշոր բազան։ Այսինքն այստեղ արդեն հետկուլիսային ինչ-որ քննարկումներ կան, ոչ թե արաբական երկրներում դրանք վերականգնելու, այլ ուղղակի ռազմաբազան Իսրայելում տեղակայելու համար։ Այսինքն ինչ-որ մի ձևով այդ հարցը կարծես թե ինքնաբերաբար լուծվում է։ Երկրորդ հարցը սանկցիաներն են, հա, եւ սառեցված միջոցների բաց թողումը։ Դա մի մասը արդեն զուտ իրենց շահից ելնելով նավթային սանկցիաներ վերացել է, բայց հսկայական սանկցիոն փաթեթ կա, որը չի գործում։
Դա նահանգները միշտ օգտագործելու է որպես գավազան անընդհատ խաղացնելու համար։ Մենք տեսել ենք Արևմուտքի ձեռագիրը, որ խոստանում են վարդագույն երազներ եւ արդյունքում հետո դա որպես հերթական ուրեմն զիջումը կորզելու միջոց օգտագործում։ Նույնը Իրանը տեսել է 15 թվականի համաձայնագրերի հիման վրա, որը փաստացիորեն ձախողեց հենց նահանգները եւ նույն եվրոպական երկրները իրենց հերթին չիրականացրեցին այն կետերը, որոնք իրենք համաձայնել էին իրականացնել։ Սանկցիաների մասը բանակցությունների արդյունքում հնարավոր է լուծել, ոչ այս պահին, որովհետև այս պահին մենք տեսնում ենք, որ Թրամփի եւ իր ադմինիստրացիայի պարագայում իրենք որևէ ռացիոնալ լուծման գնալու ցանկություն չունեն ուղղակի եւ գումարած Իսրայելը թույլ չի տալիս դա անել։ Դա հնարավոր կլինի Իսրայելում իշխանապողությունից հետո։ Իսկ դա հնարավոր կլինի, երբ որ Իսրայելի ժողովուրդը արդեն իր զոհերի քանակը եւ ավերածությունների քանակը տեսնելով այնպես մի համազգային, այսպես ասած, պահանջ ներկայացնի, որ Նեթանյահուն այլևս տարբերակ չունենա կամ գա Նեթանյահուի վերընտրվելու ժամկետը։ Դա էլ հնարավոր չի կամ այդքան երաշխավորված հնարավոր է, որ երաշխավորված չի, բայց դա տարբերակներից մեկն է։ Մյուս խնդիրը Հորմուզի մասին էլ չեմ խոսում, որովհետև դա բացառում է, որ որևէ մեկի իրավասությանը տրվի, բացի Իրանից, մանավանդ հիմա, երբ որ Իրանը 100%-անոց վերահսկողություն է սահմանել։ Եվ գումարած Իրանը շատ խելամիտ կերպով իր դաշնակից է արդեն այդ սցենարի մեջ ներառել թե Օմանին, թե Չինաստանին, որտեղ վճարումները իրականացվելու են յուանով, այսինքն այստեղ նաև երկկողմ շահ կա Օմանի առումով թույլ չտալ, որպեսզի դա դուրս գա, եւ էլ չեմ ասում, որ եթե դու ամբողջովին տիրապետում ես, ինչի պիտի ինչ-որ մեկին դա մեր երկրի ղեկավարը չի էլի, որ գնա նվիրի ինչ-որ սեփական երկրի տարածքան հասկանալ ինչ-որ պայմաններով ինչ որ մեկին հանուն նրա, որ ինքը շարունակի այդ աթոռին բազմած մնալ։ Այսպես մենք կարող ենք շարքը շարունակել պահանջներ, բայց մյուս կողմից նահանգներն էլ իր պահանջների շարքն է շարունակում պնդել, որոնք ռացիոնալ չեն, որոնք ոչ մի իրավական հիմք չունեն։ Բայց իրենք իրենց այսպես մենք տիրակալն ենք, մենք գերտերությունն ենք, չէ, այստեղ միայն հեգեմոնը չի, մենք տիրակալն ենք։ Սա է իրենց ուղեղում նստած։ Եվ տիրակալ լինելը բոլորովին այլ բան է նշանակում։ Դա նշանակում է դու գաղութատիրոջ մտածելակերպով ես մոտենում, որևէ մեկը իրավունք չունի քո ցանկությունները չկատարի։ Անկախ նայած դու իրավունք ունես այդ ցանկությունները ներկայացնել, թե չէ, հեգեմոնը նման իրավունքներ չունի։ Իսկ տիրակալը մտածելակերպային առումով նման մոտեցու եւ այսօրվա Թրամփի ու իր ադմինիստրացիայի գործող անդամների մեծ մասի մտածելակերպը այդպիսին է։ Իրենք իրենց տիրակալ են պատկերացնում, ճիշտ է, անդադ քթներին հարված են ստանում, բայց միևնույն է այդ ուղեղի մտածելակերպային փոփոխությունը դեռ տեղի չի ունեցել։ Երբեմն մենք մոռանում ենք, որ դեռ 50 տարի նորմալ չի անցել գաղութատիրության վերջի դրվագներից։ Եվ էլ չեմ ասում, որ պետություններ կան, որոնք դեռ շարունակում են իրենց նախկին գաղութները որպես իրենց ենթակայության տակ ուրեմն բաներ ունենալ, հա, թե Ֆրանսիան, թե Անգլիան, թե Նիդերլանդները, իսկ չմոռանու նահանգները օրական ինչ-որ մի պետություն իր համար գաղութային ենթակայության տակ է դնում։ Նույն Հայիթին ավիրեցին, վերջի շրջանի բաներ, Վենեսուելան էլ չեմ ասում, Արգենտինան էլ դեռքի խամաճիկ է դարձել իրենց համար։ Ու քանի որ խոսեցինք Իրանի այս պահանջների մասին, նաև ռազմաբազաների հետ կապված, այստեղ բավականին հետաքրքիր է Հայաստանի մասով գանք մեր երկիր ու հասկանանք ինչ է կատարվում։ Երբ որ մինչ այս պատերազմը Հայաստանի իշխանությունը ակտիվ խոսում էր TRIP-ի մասին, այս պատերազմից հետո եւ այս ընթացքում էլի խոսում են, ասում են, հա, պետք է լինի դա, բայց հարց է առաջանում, այս ամեն ինչից հետո արդյոք Իրանը կհանդուրժի որևէ ամերիկյան ներկայություն այդ ճանապարհի վրա եւ ինչ սպասել է սրա հետևանքով, այսինքն հնարավոր է այդ գործարքը տապալվի, թե Հայաստանի իշխանությունը կարող է ասել, որ դա իմ ինքնիշխանության հարցն է, ինչպես միշտ է ասում, եւ ճանապարհը ստացվի։ Եկեք հասկանանք, ուրեմն TRIP-ը ինքնին հենց այդ հակաիրանական եւ հակառուսական ծրագրի մասն է, որը ինչ որ կերպ ուզում էին իրականացնել, որը չստացվեց 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ եկեք հիշենք, որ դա պանթուրանիզմի հիմնական տարերից մեկն է եւ պանթուրանիզմը եղել է այն նիզակը, որով իրենք փորձել են այդ
ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի դեպի Միջին Ասիա այդ վերաձևումը իրականացնել։ Եվ TRIP-ը այս մոդելով դարձավ, որովհետև մեր հանրային դիմադրությունը, Իրանի դիմադրությունը թույլ չէր տալ։ Իրանը հստակ ասել էր, որ դա բացառվում է։ Իսկն մենք չենք կարող ընդունել, եւ դա բնական է, ինքը չէր կարող միակ սահմանը, որը թշնամական պետության կամ արևմտյան ուժերի վերահսկողության տակ չէր, համաձայնել, որ դա դառնար արևմուտքի գործիք, դա նշանակում էր իրեն ընդհանրապես անակոնդայի այդ սկզբունքով շրջափակել իր թշնամիները եւ խեղդել պետությունը, որը բնականաբար չէր կարող թույլ տալ։ Եվ այս առումով իրանական դիրքորոշման փոփոխություն չի լինելու, բայց այստեղ որոշողը Իրանը չի, որոշողը Հայաստանի ժողովուրդն է։ Եվ Հայաստանի ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հունիսի 7-ին փակելու հարցը։ Փակելու հարցը ոչ թե հաղորդակցման ուղիներ ունենալու, ոչ թե դրանց գործարկման մեթոդներ ուղղանալ, ոչ թե տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակում ունենալու, այլ արևմտյան, հատկապես ամերիկյան ներկայությամբ սեփական տարածքի օտարում ունենալու։ Այսինքն Հայաստանը թիրախ դնելու եւ մեր տարածքը ինչ որ անհասկանալի մի խմբավորման, մի ընկերության, մի չգիտեմ անունը ինչ դնենք, որտեղ այդպես էլ մենք չհասկացանք դա ինչ պիտի լինի, որի մեջ էական դերակատարություն պիտի ունենան Թուրքիան ու Ադրբեջանը։ Չմոռանանք, որ Վենսը Ադրբեջանը բանակցում էր TRIP-ի գործարկման հետ կապված իրենց ֆինանսական մասնակցության մասին։ Այսինքն մենք խոսում ենք, որ փաստացիորեն ամերիկյան անվան տակ լինելու է թուրք-ադրբեջանական ներկայություն։ Մեր տարածքը եւ չգիտես ինչի գոնե իշխանության ղեկին նստած անձի բերանով հնչել է 500 մետր, տարածվել է մինչև 6 կիլոմետր լայնքով, մեր տարածքը, մեր պատմական հայրենիքի մասը պետք է ինչ-որ մի պայմանով, ինչ-որ մի բանով օտարվի փաստացիորեն թուրք-ադրբեջանական ենթակայության, որը կարող ենք ասել փակ է այս պահի դրությամբ։ Ոչ, հարցը չի վերացել։ Այս ցավոք սրտի պատերազմն էլ վերջը չի լինելու Իրանի։ Մենք կտեսնենք այսպես ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի երևույթով Միացյալ Նահանգների հեռացում, խնդիրը այսպես անհասկանալի արկախված ինչ-որ վիճակում թողնել, որտեղ Իրանը չի հարվածի, եթե իրեն չհարվածեն։ Քաղաքականապես հարցը լուծված չի լինի, բայց իրականում ակտիվ ռազմական գործողություններ էապես կնվազեն, որտեղ Ամերիկան այս պահին ի վիճակի չի դա անել, ցամաքային հարձակում սկսել չի կարող, որի համար էական տար է TRIP-ը, չմոռանանք, որտեղ այդ ամբողջ անակոդայի սկզբունքով նաև այդ հատվածը պիտի օգտագործվի Իրանի դեմ գործողությունների համար, ներառել առաջին հերթին Ադրբեջան եւ Թուրքիան, որոնք այս պահին, քիչ Ադրբեջանը այսպես ակլորավարի 1-2 հայտարարություններ արեց Շինծու Սարքովի անօթաչուների հարվածի ներքո, Թուրքիան բացատրեց, որ խաղի մեջ մի մտի, որովհետեւ այս այդ վիճակը չի, այս այդ պահը չի։ Եվ բայց Ալիևը հանձնառություններ ունի, ինքը Արցախը ստացել է որպես բոնուս այդ հանձնառությունները կատարելու համար եւ հաշիվը դնելու են իր առջեւ, ժամանակը գալու է այդ հաշիվը դնելու են։ Այդ ժամանակը հիմա չի գա։ Հիմա պետք է Իսրայել-ամերիկյան տանդեմին ինչ որ մի կերպ այս ցախողված ձեռնարկը Մարսելի ձևով փակել եւ դրան է ուղղված նաեւ Լիբանանի հետ բանակցությունները, որ մենք Վաշինգտոնում մոտորերս պիտի լինի եւ անցնել էական վերազինման ու պլանավորման արդեն լուրջ ու վերջնական հարվածների համար, որի համար կպահանջվի առնվազն տարի ու կես ժամանակ։ Մենք շանս ունենք դուրս պրծնելու այս Սարդոստանից, որի մեջ մեր ներկայիս իշխանությունը մեզ դրել են, եւ այդ ծրագրից ու պարտավորություններից ու հանձնարարականներից դուրս գալ, եթե մենք փոխենք իշխանությանը։ Իսկ եթե չփոխենք, ինչ Եթե չփոխենք, մենք զոհ ենք գնալու եւ այդ դեպքում այն ծրագիրը, որ կար, որով այսպես մեր վրա ուղղակի անցնելու եւ Հայաստանը դառնալու էր կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի վիլայետ, դա ուղղակի իրականություն է դառնալու եւ ամենակարճ ժամանակում, ամենակարճ, երբ որ ասում եմ, դա ես չեմ խոսում մի տարի, 2 տարի, ես խոսում եմ շաբաթների ընթացքում։ Մենք կտեսնենք, թե սահմանադրության այս անհասկանալի հակահայկական, հակազգային, հակապետական գործողության արագ ընթացքով ընդունում
ընդ որում ոչ հանրաքվեի միջոցով, իրենք ամեն ինչ փորձելու են անել, որ դա հանրաքվեի չդրվի, եւ այստեղ նաեւ գալիս է Սահմանադրական դատարանի կազմի ամբողջական յուրացումը ներկայիս խմբակի կողմից, որպեսզի հանգարց իրենց կողմից բացասական կարծիք չտրվի եւ թելադրված կարծիքներով հարցը փակվի։ Մենք արագորեն տեսնելու ենք այդ 300,000 եւ ավել պլյուս ադրբեջանցիների վերաբնակեցում անվան տակ Հայաստանի փաստացիորեն օկուպացիա եւ Հայաստան պետության որպես հայկական գերակայությամբ հայրենիքի արդեն վերացման գործընթաց, մենք տեսնելու ենք մեր բոլոր ազգային նկարտումների, իղձերի պատմության վերացում, մենք տեսնում ենք այսպես կեղծ թեզերի հիման վրա ինչ-որ պատմության գրում, եւ մենք ուղղակի որպես պետություն վերանալու ենք, այսինքն անունը գուցե դեռ ինչ-որ ժամանակ պահպանեն, որից հետո արդեն ինչ-որ ժամանակ հետո, երբ որ թուրք-ադրբեջանական տարը կլինի թելադրող ու գերակա, Վրաստանը նայենք, ու եթե Վրաստանից ներկայիս իշխանությունները չլինեին, արդեն կարծում եմ այնտեղ էլ քաղաքական իշխանական վճռորոշ ընտրություններ են սպասվում։ Ընտրությունները մեզ համար լինել չլինելու գոյության խնդիր է։ Ընտրությունները մեզ համար մեր հայրենիքը պահել չպահելու խնդիր է։ Մեր եկեղեցին որպես քրիստոնեական հիմքերում առաջի ակունքներում գտնվող եկեղեցի ունենալ չունենալու խնդիր է։ Ընդհանրապես մեր այստեղ ապրել չապրելու խնդիր է։ Եվ կարծում եմ, որ մեր ժողովուրդը պիտի դա գիտակցի։ Իշխանությունների հեռացմամբ մենք առնվազն կասեցնելու ենք հանձնառությունների այն փաթեթը, որը գաղտնիությամբ պահում է եւ այսպես մաս-մաս փաստականորեն ներկայացվում։ Այս իշխանությունների վերարտադրության պարագայում Հայաստանը վերաձևվելու է ըստ ադրբեջանական քմահաճույքի գծված քարտեզների, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն, որևէ իրավական հիմք չունեն, բայց իշխանությունների ցանկությամբ դրանք ներկայացվում են։ Դուք նկատել եք, որ իրենք մինչև այսօր չեն ներկայացրել այն քարտեզը, ըստ որի իրենք իբրև թե սահմանազատում են անցկացնում։ Սահմանազատումը չգիտեմ, բայց քարտեզը ինքը մակետի ձևով չէ, դա քարտեզ չի, դա կրծած ինչ-որ մի բան է, որը նմանություն է տրված եւ մենք հիշենք, որ ինքը մի ժամանակ այսպես հպարտ քաղաքացու անձնագիր էր, հա, բաժանում։ Տեսանք հպարտ քաղաքացու վիճակը, կարելի է համադրել, թե մեր պետության վիճակը ինչ է լինելու, բայց իրենք մինչեւ որս այդ քարտեզը չեն ներկայացրել։ Եվ պատահական չի, որովհետեւ այդ նախ գենշտաբի քարտեզը չի կարող իրավական հիմք հանդիսանալ, երկրորդ այդ քարտեզը չի բացառվում, որ հիշենք իրենց խոսքերը, որ դա իրենց անգլո-ամերիկյան կողմն է տրամադրել, որ արդեն իսկ տարբեր ուրեմն մեթոդներով խեղված եւ շեղված քարտեզ է այն քարտեզից, որը իրականում պիտի լիներ։ Եվ դա էր պատճառներից մեկը, կարծում եմ, որ իրենք ինչ-որ մի պահի խոսեցին, որ մենք մի քանի քարտեզների վրա ենք հենվում։ Իսկ ինչ հիմքով են այդ քարտեզների վրա հենվում, երբ որ բացարձակապես օրիգինալների տրամադրում չի եղել, դրանք արխիվում որպես դեպոզիտար պահող պետության կողմից եւ դրանք չեն հանրայնացվել այդ քարտեզները։ Եկեք նաեւ հասկանանք, որ այս իշխանությունները մինչեւ որս չեն տրամադրել նաեւ այն համաձայնեցված կետերը, որոնք իրենք իբրև թե համաձայնեցրել են որպես մեր սահման։ Ստացվում է, որ Ադրբեջանը գիտի մեր սահմանը, մեր քաղաքացիները չգիտեն որն է մեր սահմանը, որը абսուրդի գագաթնակետն է։ Եվ սա պատահական չէ, որովհետև դրանք բացահայտելով էական հարցեր են առաջանում, թե դրանց իրավական հիմքի, թե ընդհանրապես նման համաձայնությունների համար։ Դա թողել են ընտրություններից հետո։ Դա պիտի լինի ընտրություններից հետո այն հսկայածավալ աշխատանքի մի մասը, որը նպատակաուղղված պիտի լինի առաջինը կասեցնելու այս կահավիժման եւ վերացման, ոչնչացման, մեր ինքնության ոչնչացման գործընթացը եւ այսպես դաշտը հատիկ առ հատիկ մաքրելով, խնդիրներին էական ազգային շահերից բխող լուծումներ տալով մեր ժողովրդին առաջին հերթին ոտքի կանգնեցնելու այս կռված, ծռված
հպատակեցված վիճակից նորից մեջքները ուղղելու եւ մեր պետության շահերն ու մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Իսկ այդ առումով մենք իրոք ես կասեմ, երևի թե սա մեր վերջի հնարավորություն, սա մեր սարդարապատն է, որ լինելու է հունիսի 7-ին։ Եվ որքանով էլ աներևակայալի թվա մերոնց համար, մենք պիտի հասկանանք նույն խնդիրը 22 թվականին, երբ որ խոսքը բացվեց, կարծեմ ձեր լրատվամիջոցին տված հարցազրույցում էլ դա նշել եմ, երբ որ խոսք գնաց Աղավնոս հանձնման մասին, հա, եւ Լաչինի միջանցքը տեղափոխելու, ես երևի այն քիչ մարդկանցից էի, որը նշեցի, որ եթե մենք համաձայնենք եւ Արցախը համաձայնի Աղավնոյի հանձնման ու Լաչինի միջանցքի տեղափոխմանը, ապա Արցախը իր մահվան վկայականն է ստորագրում եւ մենք ցեղասպանություն ենք տեսնելու։ Շատերի համար դա աներևակայելի, անհնարին, ինչպես մեզ քաղաքակիրթ աշխարհում եւ այլն եւ այլն։ Մենք տեսանք, թե դա ինչպես նաեւ սեփական իշխանությունների ձեռամբ, մասնակցությամբ եւ իրականություն դարձավ դա։ Ես ցավոք եմ նշում, որովհետև մեր ժողովուրդը խոսք ունի, ասում է գողը երբ որ տանից է լինում, կովը երդկիցի է դուրս գալիս։ Հիմա մեր գողը մեր տանից է, մենք այդ գողին պիտի իր տեղը ցույց տանք եւ տան կառավարումը եւ տան վերահսկողությունը վերցնենք մեր ձեռքը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։